Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի համար ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը մեծ հիասթափություն էր, ըստ նրա Հայաստանը հույս ուներ, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո իշխանության ղեկին կմնան դեմոկրատները։ Միաժամանակ նա ասել է, որ չնայած դրան Հայաստանի քաղաքական վերնախավում Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի հարցում տարաձայնություններ չկան։ Սակայն նա չի բացառել նոր ռազմական հակամարտության սպառնալիքը, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի կնքվել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների վերաբերյալ տեղեկությունները նշել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային իրավիճակին։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել տարաձայնությունները հաղթահարելու հարցում, նշել է Զախարովան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի կատարելու եվրոպական դատանի որոշումները, նա բացատրել է, որ պատճառը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցումն է։ Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեաժողովի նիստերին եւ չի կարող քվեարկել մարդու իրավունքների եվրոպական դատանի դատավորների ընտրության համար, ապա այդ դատարանի Ադրբեջանի վերաբերյալ որոշումները կհամարվեն անվավեր, նշել է Ալիևը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ազգային ժողովի падգամավոր Վիլեն Գաբրիելյանի падգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ազգային ժողովի նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն արտահերթ նիստում արձանագրել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած падգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ տեխնացու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Չինաստանը հայտարարել է, որ իր զինծառայողներին չի ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու։ Չինաստանի կառավարությունը միշտ պահանջել է իր քաղաքացիներից հեռու մնալ զինված հակամարտության գոտուց, խուսափել ցանկացած ձևով ներգրավվածությունից, մասնավորապես զերծ մնալ հակամարտության որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց, ասել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրամ Մովսիսյանը հարցազրույցի ժամանակ պատմել է, արդյոք պատրաստ է աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, չեմ ցանկանում մեկնաբանել, կասեմ միայն հետևյալը՝ ես միշտ պատրաստ եմ օգնելու հայ ժողովրդին եւ հայկական ֆուտբոլին։